Փառք Հարկ Տիրոջս հրաշալի օրվա համար անկեղծ ուզում եմ մի բան ասել։ Այսօր այստեղ չենք, որ ասենք տեսեք ինչքան լավն ենք մենք։ Այսօր այստեղ ենք, որ ասենք տեսեք ինչքան սքանչելի է նա։ Հայր, մեր ձեռքերը բարձրացնում ենք դեպի քեզ, նշան, որ հանձնվում ենք քեզ, հանձնվում քո հոգուն Տեր։ Թող այսօր տկարը զորանա, թող այսօր ամեն հոգով աղքատները, որոնք երանելի են քո առջև ունենան Տեր։ Աղոթում ու խնդրում եմ այստեղ եղող ամեն մեկի համար եւ խնդրում եմ սա, որ ամենքը հանդիպեն քո ողորմությանը, քո ճշմարտությանը, հանդիպեն քո այն հայացքին, որ կյանքեր է փոխում, հանդիպեն քո այն զորավոր բազուկին, որ իրավիճակներ է փոխում Տեր։ Աղոթում եմ այստեղ եղող ամեն երիտասարդի համար Տեր, որ այսօր քո շնորհքով զորանան եւ գնան զորությունից զորություն, գնան փառքից դեպի փառք եւ Տիրոջը Երևան, իրենց կյանքի ամեն իրավիճակի մեջ քեզ բարձրացնեն Տեր։ Թող այսօրը հռչակվի օր, որ մենք կհանդիպենք քեզ հետ, քո կենդանի ներկայության մեջ Տեր, կվայելենք այն հպումը, որ կբացի մեր աչքերը, որ կլուսավորի մեր սրտի աչքերը, որ մենք կտեսնենք ինչ է այն բարձրություն, երկարություն, լայնություն եւ խորություն, որ ճանաչենք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է։ Հայր Հիսուսի զորավոր անունով, թող այսօր Սուրբ Հոգին երևա այս վայրի մեջ, եւ ամեն մարդ քո ներկայության մեջ փառքազի եւ չդադարի, թող ամեն մարդ իր սրտում զորանա եւ ասի. «Երբ Սուրբ Հոգի, մենք քո կարիքն ունենք»։ Հալելույա։
Քրիստոնեանը սաղմոս ասելով կողանան, ասի Տեր, շնորհակալ եմ քեզանից ամեն օր քո ողորմության համար, շնորհակալ եմ քեզանից ամեն օր քո գթության համար իմ կյանքի մեջ, այսօր եկել եմ փառաբանելու եւ ասելու, եթե չլինի Տիրոջ ողորմությունը, թող ասի Իսրայելը, մարդիկ մեզ կենդանի գուր կտային, բայց Տերն է մեր զորությունը, Տերն է մեր ներկան եւ ապագան, օրհնյալ լինի նրա սուրբ ու պատվական անունը, ամեն, փառք Տիրոջ։
Քեզ պիտի ամեն ծուկ խոնարհվի եւ ամենք ասեն, օրհնյալ է քո անունը մեր կյանքերի մեջ։ Քեզ պիտի օրհնենք եւ ասեն, Տեր, քո ամեն ողորմության եւ գթության համար մեր կյանքերի մեջ պիտի օրհնենք ու ասենք, ամեն ծուկ պիտի խոնարհվի քո առաջ խոստովան լինի, Տեր, եւ քո առաջի ձայնը բարձրացնելով ասի, շնորհակալ եմ, եթե դու չլինեիր, ուր կլինեի ես, եթե չլիներ քո ողորմությունը, ուր կլինեի ես, բայց այսօր քո ողորմությամբ ես քո տան մեջ եմ, այսօր քո ողորմությամբ ես սուրբ մարդկանց մեջ եմ եւ քո անունն եմ փառավորում, օրհնյալ լինես, արժանի ես, Տեր, ամեն փառք Don't
Դու մեր սրտերի մեջ ես, Հայր, օրհնում ենք Սուրբ անունդ։ Կարող ես կողքինիդ ասել քո Աստվածը զորավոր է։ Քո Աստվածը ամենակարող է։ Նրան հուսացողը ամոթով չի մնա։ Օրհնիր Տիրոջը եւ մի դադարիր։ Նա է քո կյանքի հրաշքը գործողը։ Փառք Տիրոջը, հալելույա։ Achira
Գիտեք, հաճախ երբ որ մենք գալիս ենք եկեղեցի, կամ գալիս ենք փառաբանության տեղը, կամ գնում ենք միտեղ ծանոթանալու, մենք առաջին ուզում ենք ներկայանալ որպես կարևոր մարդ։ Բայց Աստված ասում է, այդքան էլ կարևոր մի եղիր, այլ պետք մարդ եղիր։ Եվ ռուսերենով ավելի լավ ասում не важно быть важным, нужно быть нужным։ Դրա համար շատ անգամ երբ որ մենք գալիս ենք Աստծո ներկայության մեջ, Աստված ասում է, դու այսօր ինձ պետք ես, ամեն Աստծո ժողովուրդը։ Հետաքրքիր է, որ կար մի աղջիկ, որի անունը Այծեմիկն էր, ինքը պետք մարդ էր, որովհետև երբ որ ինքը մահացավ եւ Պետրոս առաքյալը եկավ այդ եկեղեցի, մի բան իրանք ասեցին։ Գիտեք, այս սկեսը, որ ես հագել եմ, Այծեմիկն է կարել ինձ համար։ Գիտես, այս կոշիկները, որ ես հագնում եմ, Այծեմիկն է տվել։ Գիտեք, իմ երեխաները, երբ որ շորջ ունեին հագնելու եւ դպրոց չէին կարողանում գնալ, Այծեմիկն է տվել եւ նրանք լացում էին։ Եվ հետաքրքիր է, որ Պետրոսը կարևոր մարդ էր, բայց իրանք եկան կարևոր մարդուց պետք մարդու համար խնդրեցին։
որ այդ պետք մարդը գնացել էր իրանցից։ Եվ Պետրոսը գնաց, աղոթեց, եւ այդ պետք մարդը հարություն առավ։ Գիտեք, շատ անգամ մենք ասում ենք, Տեր օրհնիր ինձ, որ ես երկար կյանք ունենամ, ես չհիվանդանամ, ես չմահանամ, բայց ինձ Աստված հայրություն ասեց, պետք մարդուն մահը փսխում է, պետք մարդուն հիասթափությունը փսխում է, պետք մարդուն հոգսը փսխում է։ Հետաքրքիր է, որ մահը այծեմեկին չկարողացավ իր մեջ պահել, նա բաց թողեց այծեմեկին։ Մեր եկեղեցում գտության ծառայություն էինք օրեց մի օր անում եւ հովիվը մի բան ասեց. Եղեք ջան, այս գումարը վերցրեք, գնացեք հիվանդանոցներ, մտեք սենյակներ, տեսեք ով ինչի կարիք ունի, տվեք այդ գումարը։ Հետաքրքիր է, մեր ոնչ Հայաստանում հիվանդանոցի բաժին կա, որ շատ լավ վերանորոգված է։ Եվ բոլորը ձգտում էին այդ վերանորոգված տեղը գնային գումար տային, երևային, կարևոր մարդ երևային, բայց պատահական մենք անցնում ենք մի սենյակի կողքով, որ այդ սենյակը ամենացածր, անապահով մարդիկ էին գնում, որոնք չունեին հնարավորություն գումար վճարելու այդ սենյակի համար։ Եվ այս ժամանակ Աստված ինձ ասեց, մտեք այդ սենյակը, դուք հիմա այդ սենյակում պետք եք։ Եվ ուզում եմ պատմեմ այդ սենյակում ինչ հետաքրքիր խոսակցություն էր։ Գիսուր եւ Հարսեն, երկուսն էլ որբևայրի, երկուսն էլ ամուսին չունեին, եւ մայրը աղջիկան ասում է, աղջիկս մի հիասթափվի, Աստված մեծ է, մեզ գումար կողակի։ Աղջիկն էլ անհավատի մեկն ասում է, հա, այս Աստված դուրը կբացի ու կասի բարև ձեզ, ես եկա։ Որ ժամանակ ես դուրը բացում եմ, ասեմ բարև ձեզ, ես եկա, կարելի է։ Հետաքրքիր է, դուք մենակ տեսնեիք այդ կնոջ դեմքը, ասեն, փառք Աստծուն։ Այն աղջիկն ասում է, վայ մամա ջան, հետաքրքիր է, երկուսի արձագանքը, այն մեկը սպասում էր, որ Աստված կգա, այն մեկն էլ ծաղրում էր, ասում էր, հա, Աստված սա կգա, դուրը կբացի, կասի բարև ձեզ, որ հետաքրքիր է, մենք դուրը բացեցինք եւ ասենք բարև ձեզ։ Մենք ընդ չներկայացանք որպես կարևոր մարդիկ, մենք ներկայացանք որպես պետք մարդիկ, որտեղ մենք տվեցինք գումար, որ հոգած այդ մարդկանց կարիքները եւ նրանք վճարեցին հիվանդանոցում իրենց բժշկության համար եւ այդ կինը գիտեք իրանք 50-ական էր գնում, այդ կինը ասեց, Ազիջան, ներողություն եմ խնդրում քեզանից, մեզ թվում էր կարևորը մենք ենք, բայց Աստված պետք մարդով իմ մտածելակերպը փոխեց։ Դրա համար ուզում եմ կանգնենք Աստծո ներկայության մեջ եւ հարց տուր Աստծուն, Տեր, ով եմ ես, կարևոր մարդ եմ, թե պետք մարդ եմ, այնտեղ, որտեղ որ Աստված ուզում է ես լինեմ։ Թող այսօրվա քո զոհաբերությունը ոչ թե կարևոր լինի, այլ պետք լինի մի հատ սովածին, պետք լինի մի հատ անտուն մարդուն, պետք լինի մերկին, տկարին, զորացնելու համար, հագցնելու համար եւ հաշտացնելու համար։ Ամեն։ Ես հասկանում եմ, որ երկրում խոսքով Տեր երկինքը անցրվում և աշխարհույսը բացվում
Քեզ կապչությամբ ու եմ լույսի մեջ առաջ տորթում և տանում ամպերից ու աստղերից ու մտքից վեր քեզ օգնում փակես դու ամենատակն ես ամենակարող ես դիրես երկաս մոգ և արարող ես փակես դու ամենատակն ես մեծ և անճարել ես քո իմաստությամբ ես ստեղծել ամեն բան դու Արժանի է գառն Աստծո, առնելու փառք, առնելու մեծարանք։ Եվ այս ամենը նա կարող է առնել քո հարևանից, քո դրացուց։ Բայց կարիք կա, որ քո շուրթերը գովեն նրան։ Կարիք կա, որ քո սիրտը երկրպագի նրան ասելով արժանի ես առնելու փառք, պատիվ ու մեծարանք Տեր։ Երկրպագելով գովես նրան ու նրա անունը բարձր անես ամեն անունից և նրան պաշտելով մոտենաս նրան։ Վայելես նրա կենդանի ներկայությունը, վայելես նրա սերը, նրա ողորմությունը։ Surpe, surpe, na.
Հիանում եմ քեզանով Ոսորությունն ու պարքը և որդությունը քեզ ամենաստեղծական պարքեր Սուրբ է, Սուրբ է, Սուրբ է ամենակալ է Տերը Անոնը կորդության ապյուրն է Դեր շնչում եմ քեզանով Սուրբ է, Սուրբ է, Սուրբ է ամենակալ է Տերը Որ է և որ կգա Come
երկայության մեջ քո մեծության առջև Տեր ու պաշտում Դու մեր սրբությունն ես մեր արդարությունն ես մեր հույսը մեր վրա չի մեր երիտասարդության ու մեր տաղանդների վրա չէ Տեր Դու ես մեր հույսը Դու ես մեր սկիզբը հայր Դու ես ներկան և ապական Հիսուս Մենք մեր անձեր ուրանալով վերցնում ենք մեր խաչը ու հետևում ենք քո հետքերին գալիս ենք քո ետևից որ մեր կյանքով ամեն բանով մեր կյանքի մեջ փառավորենք քեզ ու մեծանենք հոգիս երգում է արժանի ես դու ողջ փառքին
աղբյուր ես իմ Ներկայության մեջ եմ վայելում Դու ասվար աղբյուր ես իմ Այս վայրում միայն քոնն է օրհնություն ու գոհություն Ով գտել քեզ պես ամբողջ երկրում ամբողջ ներկայության մեջ եմ ագենում Դու ասվար աղբյուր ես իմ Դու իմ սրտի գանձ ես Հիսուս Դու իմ սրտի գանձ և իմ Աստված Մի սիրո գտած և ողորմանում Քո արյամբ իմ կյանքը սրբացնում Դու ես ներկայս Ներկայս և ապագաս Աստվածով Ամբողջ իմ կյանքում ես կսպասեմ Այն պահին երբ քեզ կհանդիպեմ Ներկայության մեջ եմ ագենում Դու ասվար աղբյուր ես իմ կյանքում Ներկայության մեջ եմ ագենում Դու ասվար աղբյուր ես իմ կյանքում Դու միակ ես
Հրաշալի է լինել Աստծո ներկայության մեջ։ Գիտեք, հարգելի երիտասարդ, ես իմ տարիների ընթացքում ապրելով կյանքս Աստծո մեջ իմ վաղ տարիներից ես ընծայտվել եմ Տիրոջը և Աստված երբ որ ինձ գտավ, ես 6 տարեկան էի և այդ ժամանակ իմ ծնողները իմ բարեկամները թողեցին հոգեբանιστական եկեղեցին և ես ինքս հայտնվեցի աշխարհում և 16 տարեկանում նորից զգացի այդ կանչը և նա այնքան զորավոր էր ու այնքան սեր կար այդ կանչի մեջ, որ ես չէի կարող ուղղակի ասել չէ։ Իմ սենյակում իմ ձեռքերը բարձրացան նրան, իմ ծնկները ծռվեցին նրա առջև, նրան ասելու փառք և ասելու քանի իմ ռնգանց մեջ շունչ կա, ես քեզ պիտի ծառայեմ, քանի իմ սիրտը բաբախում ու զարկում է իմ մեջ, ես քեզ պիտի ծառայեմ։ Ու գիտես, ինչքան կարևոր է, որ դու այսօր որպես երիտասարդ քո սրտում որոշում կայացնես։ Թույլ տուր ասեմ, երիտասարդության շրջանը հիմնականում ընթանում է ընտրություն կատարելու մեջ։ Երիտասարդը իր երիտասարդության տարիներին մի բան է կարողանում անի հստակ և նրա տարիքը իրեն ստիպում է դա կատարել, ընտրություն անել։ Ամեն անգամ քո առաջ գալիս են քո կյանքի սովորելու մեջ, աշխատելու մեջ, հարստանալու մեջ, չգիտեմ, տարբեր քայլերի մեջ դու ընտրություն անես, ով լինի քեզ վրա։ Ինչպես ես դու որոշում Աստծուն ծառայել և ով է քեզ համար թանկը։ Ամեն անգամ այս հարցին հանդիպում ենք մենք մեր երիտասարդության օրերին ու նամանավանդ այն պահերին, երբ որ մենք հասկանում ենք մեր ժամանակը կարծես թե անցնում է և մենք չենք կայանում։ Եվ մենք այն ֆինանսական վիճակի չենք հասել, որ կարողանանք ինչ-որ բաներ ապահովել ավելի մեր շրջապատը, մեր հասարակությունը, մեր կողքը գտնվող մեր դրացիները, լավ մեքենաներ, լավ տուն, լավ, բայց երբ որ մենք կանգնում ենք փաստի առաջ, ընտրելու, մենք որն ենք ուզում։ Հասկանում եք, սա շատ կարևոր տեղ է, որն եմ ուզում ես, որն է ինձ համար արժեքավորը, և այս ժամանակ ընտրություն անելով Աստված իր աչքերը հառած նայում է, թե ինչպիսի ընտրություն ես կատարում դու։ Հիմա մի քիչ ժամանակ դու ինձ հետ համաձայն չես լինի, բայց ես աղոթում եմ Աստծուն, որ օգնի, որ ես այս խոսքը հասցնեմ մինչև վերջ և դու տեսնես ինչքան կարևոր է ընտրություն։ Մի երիտասարդ մոտեցավ Հիսուսին, Ղուկաս 18-րդ գլխում, 18-րդ խոսքից սկսած այս երիտասարդի մասին է խոսքը։ Տարբեր ավետարաններում այս երիտասարդի մասին տարբեր նրա անձի համար տարբեր նկարագրություն կա, օրինակ Ղուկաս ավետարանը ասում է, որ նա իշխան է, Մատթեոս ասում է, որ նա երիտասարդ է, չգիտեմ, սա մի փոքր հումորով ուզում եմ ասել, Մարկոս ավետարանն էլ տեսնելով նրա վերջը ասում էր, ինչ-որ մեկը, անգամ նրա անձի մասին նկարագրություն է չի տալիս, ասում է, ինչ-որ մեկը։ Բայց թույլ տվեք այսօր այսպես ասեմ, երիտասարդ մեծահարուստ իշխան է, թույլ տվեք նրա 3 այս պատկերավոր նրա մասին ինչ-որ պատկերում է Աստվածաշունչը 3-ն էլ ասեմ։ Երիտասարդ մեծահարուստ իշխանը մոտեցավ Հիսուսին և ասեց. «Բարի վարդապետ»։ Սա մի քիչ բարդ հարց է։ Դու ինձ ճանաչում ես, որ ասում ես բարի։ Միգուցե մի անգամ դու ինձ տեսել ես այն քաղաքով անցնելուց կամ լսել ես իմ մասին, դու ինձ ճանաչում ես, որ ասում ես բարի, գիտեք, ամեն անգամ երբ որ մենք մոտենում ենք Աստծո մարդկանց ասում ենք բարև բարի հովիվ,
Զորները սկսում են մտածել, որ դու եսա մի հատ հարց պիտի տաս, ու դու ինքը ուզում ա, որ դու նենց պատասխանես։ Նենց պատասխանես այս հարցին, որ ինքը իրան շատ լավ զգա։ Բայց Հիսուսը պատասխանեց ասելով. ինձ բարի մի ասա, նա է բարի։ Եվ դու եթե եկել ես իմ մոտ ինչ-որ հարցով, ես քեզ պիտի պատասխանեմ ուղիղ, ես քեզ պիտի պատասխանեմ հստակ, եւ ես քեզ պիտի պատասխանեմ այնպես, որ դու ճանաչես ճշմարտությունը, եթե ուզես։ Եվ հասկանում եք ինչքան կարևոր է այս փաստը, մոտեցավ ասեց բարի Վարդապետ։ Մի քանի կիրակի առաջ Վլադի եղբայրը մեր մոտ էր եւ մեզ մեկնում էր ներողություն Սամսոնի պատմություն։ Ես երբեք այդպես չի հասկացել այդ պատմությունը։ Եվ հիշում եք, երբ որ Սամսոնի հայրը հրեշտակին ասում է. ասա ինձ քո անունը, որ երբ որ երեխան ծնվի քեզ կանչեմ, պատիվ տամ հարգեմ։ Եվ հրեշտակն ասում է. եթե նա ես կանչել, իմ անունը քո ինչի է պետք։ Եթե դու եկել ես Հիսուսի մոտ, որ Հիսուսին հարցնես Աստծո մասին, մի ասա բարի Վարդապետ, պետք չի։ Եթե դու եկել ես քո հովվի մոտ, քո առաջնորդի մոտ, Աստծուց պատասխան ստանալու, դու արի նրան ուղիղ, արի նրա մոտ այնպես, որ նա չվախենա քեզ ճիշտ ասել։ Կա մարդ, որից հասկանում։ Գիտեք, ես տեսել եմ շատ առաջնորդներ, որոնք ասել են, ինչ որ մեկին ասել են լսի, ես քեզ վախենում եմ ճշմարտությունը ասել։ Ինչ որ մեկին են ասել է դու երբեք չես ընդունում, որ ես քեզ շարունակեմ ասել ճշմարտությունը։ Հասկանում եք, եթե նա ես կանչելին, իմ անունը քեզ պետք չի։ Եթե դու եկել ես նրանից հարցնելու, թույլ տուր ես քեզ ասեմ ճիշտը։ Թույլ տուր ես քեզ ասեմ իրականը, թույլ տուր ես քեզ ասեմ այն, ինչ կարող է քո կյանքը փրկել։ Եվ եկավ Հիսուսին ասեց. ինչ անեմ, որ հավիտենական կյանք ունենամ։ Այս բառը հունարեն այոնիոս բառն է, որը ոչ թե միայն նշանակում է մշտադալար, հավիտյան, սա նշանակում է նաև, թույլ տվեք այսպես ասեմ, ինչ անեմ, որ Աստծո նման լինեմ, ինչ անեմ, որ ճիշտ Աստծո կերպ վարվեմ, եւ ինչ անեմ, որ պատկանեմ նրան։ Այս բառի նշանակությունները այսպիսին են. Աստծո նման, ճիշտ Աստծո պես եւ պատկանել Աստծուն։ Այսինքն երիտասարդը մոտեցավ նրան ասելու. Հիսուս, ինչ անեմ, որ Աստծո նման լինեմ։ Թեև ես երիտասարդ եմ, բայց ես իմ կյանքում այսպիսի նպատակ ունեմ։ Եվ Հիսուսն ասեց. պատվիրանները պահի։ Եվ ավետարանների մեկում ասում է, հարցրեց որը պահեմ։ Կարծես թե չգիտեն որը պահեն եւ հարց են տալիս եւ Հիսուսը 5 պատվիրան ասեց նրան։ Եվ եթե Աստվածաշունչը քննած եւ ավետարանները կարդացած մարդիկ կան այստեղ, պիտի հիշեն։ 5-ն էլ խոսում են մարդ եւ մարդ հարաբերության մասին։ 5-ն էլ 5 պատվիրանը, որ Հիսուսը շեշտեց երիտասարդի համար, խոսում էր մարդ եւ մարդ հարաբերության մասին։ Եվ պատմաբաններն ու աստվածաբանները մի փոքր վկայում են եբրայեցիների ավետարանի մասին։ Չգիտեմ քանիները գիտեք այս մասին, բայց ապաշխարած հрьяաները նույն պատմությունները իրենց մոտ ֆիքսել եւ գրել են եւ դա կոչվում է եբրայեցիների ավետարան։ Թույլ տվեք ինձ այս մասը ներկայացնել ինչպես են նկարագրում եբրայեցու մասին։ Եվ ասում են, երբ որ այս երիտասարդը եկավ Հիսուսին հարցնելու, ինչ անեմ, որ հավիտենական կյանք ունենամ, եւ Հիսուսն ասեց պատվիրանները պահիր, այնտեղ ասում են, որ Հիսուսը մի տեսակ զարմացած նայեց նրա աչքերի մեջ, երբ որ նա պատասխանեց, ասեց, ես երեխայությունից պահել եմ պատվիրանները։ Հիսուսը նայեց նրան
Եվ այդտեղ շատ մարդիկ կային։ Եվ Հիսուսն ասեց, դու պատվիրանները պահել ես։ Այո, Տեր, երախտությունից եմ պահել։ Եվ ասում է, որ Հիսուսը նայեց այն հասարակությանը, որ կանգնած էր այն մարդկանց, ցույց տվեց աղքատներին։ Ասեց, տես, քո քույրը եւ քո եղբայրը ժամանակին եւ մարդուն անվայել հագուստ է հագած։ Տես այն եղբայրդ, նայի նրա դեմքին, քանի օր հաց չի կերել եւ դրա վրա դեմք չի մնացել։ Եվ քո տունը լիքն է ոսկիով, լիքն է արծաթով, լիքն են հանդերձներով, եւ դու ինձ ասում ես պատվիրանները պահել եմ, երբ որ քո եղբայրը սոված, ծարավ եւ մերկ է։ Եվ ասում է երիտասարդը քորեց գլուխը, պտտվեց, մեջ դարձրեց Հիսուսին եւ գնաց։ Ուզում եմ մի հայտարարություն անել հստակ։ Աստված քեզանից չի ուզում վերցնել քո ունեցածը, Աստված որոշել է ազատագրել քո սիրտը։ Աստված չի եկել քեզանից ասելու տուր, այնինչ քո համար ուղղակի թանկ է, Աստված եկել է եւ քեզ ասում է տուր այն, ինչ որ քո կյանքում գրավում է իր տեղը։ Եվ նա երիտասարդին ասես թող ծախիր, տուր աղքատներին եւ քեզ դրա դիմաց առաջարկում եմ քեզ ավելին, արի իմ ետևից, երկնքում գանձ կունենաս եւ արի իմ ետևից։ Գիտեք, այսօր մեզանից շատերը շատ անգամ լսում են այս արտահայտությունը, լսում են ինչպես Աստծո հոգին կանչում է իրենց եւ ասում են թող այս ինչը, թող այն ինչը, այն որ քո կյանքը բռնել եւ գրավել է, այն որ քո կյանքում իմ տեղն է գրավել, թող արի իմ ետևից։ Ես քո համար ծրագիր ունեմ, ես քո համար նպատակ ունեմ, ես եմ ներկան եւ ապագան, ես եմ սկիզբը եւ վերջը, ես եմ ուզում որոշել, որովհետեւ սկզբից, որ դու պիտի ծնվեիր, ես քեզ համար արդեն որոշել եմ։ Ես քեզ համար նպատակ ունեմ, բայց քեզ պետք է թողնել։ Հակոբոսը վկայում է մի հրաշալի փաստի մասին։ Հակոբոսն ասում է, երբ որ դուք տեսնում եք լավ հանդերձներով, այ ինքնից չէ, ավելի լավ, որի շալվարը արժի մի 100,000, նրա մատանին ավելի թանկ։ Երբ որ տեսնում եք, որ նա մտնում է եկեղեցի, ասում ես, արի, այդտեղ վերջը չնստես, արի կողքս։ Եվ տեսնում եք մի աղքատ, դու որ են վերջ եկան գավազանից մոտ է նստես ոչինչ, կանցնի կգնա։ Մեր գնահատականները, երբ որ սկսում են փոխվել կամ մնալ այնպես ինչպես որ աշխարհում էր, Աստված պիտի քեզ ասի այս միտքը թող։ Ես իմ ծառայության տարիներին մի սխալ էի հանդիպել իմ ավագ ծառայությունների մեջ։ Ես հասկացա, ինչ որ ես սիրում եմ եւ տեր եմ տալիս, շատերը փորձում են դառնալ այդպիսի։ Թույլ տվեք նորից ասել։ Օրինակ, եթե ես տեղ էի տալիս հարուստներին, բոլորը ձգտում էին հարստանալ, որ լինեն այդ շրջապատի մեջ։ Կա մարդ, որ հասկանում է ինչի մասին եք խոսում միասին։ Երբ որ ես իմ կյանքում նկատեցի այս փաստը, որ իմ համար կարևոր չէր այնքան, որ մարդը վախենում է Աստծուց։ Իմ համար կարևոր չէր այնքան, որ նա հավատարիմ էր Աստծուն, Աստծո խոսքին, եկեղեցուն։ Իմ համար կարևոր էր, որ նա շատ տաղանդներ ունենա։ Եվ երբ որ ես սկսում եմ այսպիսի մարդկանց հավաքել իմ շուրջը եւ նրանց տեղ տալ, ես հասկանում եմ, բոլոր ուզում էին ունենալ դա, բոլոր ուզում էին մտնել դրա մեջ, լսեք Աստծո ժողովուրդ։ Նրանք, ովքեր այստեղ են, ավագ ծառայության մեջ են, ես քեզ խորհուրդ եմ տալիս, հավաքիր քո կողքը մարդիկ, որ վախենում են Աստծուց, երբ որ
Աստված նրանից ուզում է, նա տալիս է։ Հասկանում եք ինչ է նշանակում վախենալ Աստծուց։ Երբ որ Աստված նրանից ուզում է իր կյանքի թանկը, իր կյանքի կուռքը, իր կյանքի Աստվածը, նա վախենում է Աստծուց եւ չի կարող Աստծուց ավելի իր կյանքում մեկին տեսնել կամ մի բան տեսնել։ Մարկոս ավետարանը վկայում է մի կնոջ մասին։ Ասում էր Հիսուսը նստած էր Սիմոն Որոտի տանը։ Եվ մի հատ մեղավոր կին ծեծեց դուռը, բացեցին եւ մտավ։ Եվ բոլորը սկսեցին ասել. այս մեղավորը ինչ է անում այստեղ։ Եվ սկսեցին նրան կարծես թե չթողել, որ Հիսուսի մոտ գա, եւ Հիսուս ասեց. թողեք դրան։ Գիտեք, եթե Աստված ասում է թողեք դրան, մի զորավոր բազուկ չկա, որ կարողանա չթողել, ամենքը պիտի թողեն։ Եվ Հիսուս ասեց թողեք դրան, որ գա ինձ մոտ։ Նա չի եկել ձեր արդարների մոտ, նա եկել է ինձ մոտ։ Դրա համար երբ որ գալիս են մարդիկ, երբ որ երիտասարդ անգամ քո կյանքում դու տեսնում ես, որ խնդիր կամ մեղքի հետ կապված, չգիտեմ, լիքը խնդիրներ կարող են լինել քո կյանքում, երբ որ դու ուզում ես մոտենալ Աստծուն եւ ինչ որ հայացքներ, ինչ որ մտքեր փորձում են քեզ խանգարել, լսեք, Աստված ավելի թանկ է, քան այն մտքերը, քան այն հայացքները եւ քան այն մարդիկ, որ փորձում են քեզ խանգարել, որ դու մոտենաս Հիսուսին, բայց նա ասում է. ես գնում եմ ինձ արդարացնողի մոտ, դրա համար ես բերել եմ իմ ամենաթանկը, դնելու նրա ոտքերի տակ եւ ասելու. դու արժանի ես առնելու ամենաթանկը, եւ դրա համար ես եկել եմ ասելու. դնում եմ ամենաթանկը, որ ունենամ կարևորին իմ կյանքում։ Մենք փորձում ենք մեր երիտասարդությունը նույնպես շինել տաղանդների վրա, շինել կարծիքների վրա։ Այս հարուստը եկավ եւ ուներ բան տալու Աստծուն, բայց չտվեց։ Բայց այս աղքատը եկավ, բայց այս մեղավորը եկավ եւ իր ամենաթանկը դրեց Տիրոջ ոտքերի տակ եւ ասեց. սրանով ես ուզում եմ մեկ բան ասել. դու ավելի թանկ ես, քան իմ ամեն ունեցածները, քան իմ կարծած արժեքավոր բաները, դու ավելի թանկ ես։ Մի եղբայր ունեմ, մի ընկեր, շատ սիրելի։ Մի անգամ նրա տղան մոտեցել էր նրան եւ ասել էր. հայր, մենք աղքատ ենք։ Նա ծառայող մարդ էր եւ նրա որդին ասել էր. մենք աղքատ ենք, վեր կաց մի քիչ ժամանակով թողեն ինչ որ անում ես, գնանք աշխատենք, մի հատ լավ ավտո առնենք մեզի, լավ հագնվենք, լավ ուտենք, թող այս հասարակությունն էլ հասկանա, որ մենք էլ կարող ենք։ Եվ երբ որ լսեցի այս եղբոր պատասխանը իր որդուն, մի անգամից աղոթքի մեջ Աստված իմ միտքը տարավ դատավորած գիրք, հիշում եք, երբ որ Գեդեոնի աղախնի որդին իր եղբայրներին սպանեց ամենքին եւ մի փոքրը կենդանի էր մնացել եւ նա մի քաղաքում թագավոր էր եւ Աբիմելեքը վեր կացավ Սարի վրա եւ առակ ասեց. ծառերը գնացին իրենց համար թագավոր ընտրելու, գնացին թզենու մոտ, թզենին ասեց. ես իմ քաղցր պտուղը թողեմ գամ, ձեր վրա թագավոր լինեմ եւ կորցնեմ այն, ինչի համար Աստված ինձ կանչել է, բայց ավելին, ես այս եղբորը նմանեցրեցի որդատունկի։ Այնտեղ, երբ որ գնում են որդատունկին ասելու, արի մեզ վրա թագավոր եղիր, արի մենք քեզ բախում ենք տանում։ Ասում է որդատունկն ասեց. ես իմ քաղցր պտուղը թողեմ, որ ճզմում եւ գինի են դարձնում եւ գինի խմելով
ուրախանում է Աստծո սիրտը եւ մարդկանց սիրտը, թողեմ գամ ձեր վրա թագավոր լինեմ։ Եվ այս եղբայրը նույն կերպ պատասխանել էր իր որդուն։ Ես ամբողջ կյանքս ման եմ եկել, որ գտնեմ երջանկությունը, եւ ես այն գտել եմ նրա մեջ, որ ուրախացնում եմ Աստծո սիրտը եւ ուրախացնում եմ մարդկանց սիրտը։ Թողեմ մի ընկեր ունեմ Չարենցանում, որ եղբայրներից մեկ ուզում էր գնալ Ռուսաստան աշխատել, ինքը ասում էր լսի, արի ես քեզ երկու հատ կետչուպ առնեմ մի գնա։ Ասում էր լսի ախպեր, անկեղծ հարց եմ տալի, դու գնում ես լավ կետչուպ ուտելու, ինչ կա ավելի, քան որ դու հիմա այստեղ ունում ես շատերի սիրտը ուրախանում։ Լսի, ես ոչ մի բանի դեմ չեմ քարոզում։ Ես խոսում եմ այն ճշմարտության մասին, որ մենք երիտասարդներս հասկանանք։ Թանկ է տեղը, որտեղ հիմա դու նստած ես։ Թանկ է լինել Աստծո ներկայության մեջ։ Եվ եթե դու կորցնես այս ամենաթանկը, ոչ քո գումարները, ոչ լավ ուտելիքը, ոչ մի բան սրա տեղը փակել։ Կողքինիդ ասա չի կարող։ Մի վախեցի ասա ճշմարտություն է։ Ոչ մի բան Աստծո քաղցրության տեղը ծածկել չի կարող։ Նա միակն է, նա սքանչելի է, նա փառավոր է եւ ամենակարող։ Եվ ուզում եմ նաեւ ասել, նույն Ղուկաս 18-րդ գլխում, երբ որ աշակերտները լսեցին, որ Հիսուսն ասեց ոչ մի հարուստ, ինչքան դժվար է, որ հարուստը մտնի երկնքի արքայություն, աշակերտներն ասեցին, մեր վերջը ինչ լինել ուտել։ Եվ եթե բացեք եբրայերեն նայեք այս մասը, մեկնությունը այնքան հրաշալի է։ Ասում է, ով որ իմ հետ չարչարվի, իմ փառքին էլ պիտի մասնակից լինի։ Ով որ ինձ համար թողի, նա պիտի գտնի։ Եթե դու մտածում ես, որ դու ավելին ես թողել, քան թե գտել ես, դու արդեն սխալվում ես։ Դու ավելին ես գտել, քան որ կարող ես այսօր թողել։ Ես շատ չեմ երկրացնի։ Մի օրինակ էլ բերեմ իմ կյանքից և կկանգնենք աղոթքի մտածելու։ Արդյոք դու ավելին ես թողել կամ ինչ որ թողես կլինի ավելին, քան որ գտել ես։ Ես աղոթում եմ հիմա Աստծուն խնդրում, Տեր, օգնիր ինձ, որ իմ կյանքում ոչ մեկը քեզանից թանկ չլինի։ Չլինի մեկը իմ կյանքում, որ քեզ հավասար կամ քեզանից թանկ լինի։ Եվ օգնիր, որ ոչ մի բան իմ համար թանկ չլինի, քան մարդը։ Արդյոք հասկանում եք սա։ Ոչ մի բան։ Ես մի օրինակ բերեցի մեզ մոտ։ Մարդ կար, իր այս պլանշետը այնպես էր պահում, որ ես ընկնեի ոտս ջարդվեի ոչինչ։ Սրան բան չէ։ Հանկարծ սրան բան չէ։ Ոչ մի բան, ոչ հարստություն, ոչ տաղանդ։ Ամեն ախպեր ինչ տաղանդ։ Այ որ ինչ-որ մեկը քո երգի կարիքն ունի ու դու երգում ես, արդյոք դու երգում ես նրա համար։ Ախպեր, դու գիտես, մինիմում 200 հոգի դիլնի, որ ես երգեմ։ Մինիմում, էդի։ Երբ որ մեկը խոսքի կարիք ունի կամ մխիթարության աղոթքի, դու աղոթում ես, թե այդ ժամանակ էլ պիտի սրանից տան քեզ։ Հասկանում եք ժողովուրդ ինչքան կարևոր է։ Եվ երկու կիրակի առաջ ես ամեն կիրակի առավոտ շուտ գնում եմ եկեղեցի եւ աղոթք եմ անում միջև իմ ընկերները կհավաքվեն։ Ու աղոթքի ժամանակ խնդրում եմ ասում Տեր,
եկան քո հետևից։ Եվ իմ աղոթքից մի քիչ վախեցա։ Հետո ասեցի Տեր, ես այն ճանապարհը, որ պատկերացնում եմ, պիտի անցնեմ, վախենում եմ դրանից։ Բայց Տիրոջ ներկայության մեջ իմ սրտում մի այնպիսի պայծառ լույս վառվեց, որ ես մի բան տեսա եւ արտահայտվեցի։ Տեր, ավելի վախենում եմ քեզ չնմանվելուց, քան քեզ ճանապարհը անցնելուց։ Եվ ես ուզում եմ անցնել ամեն ճանապարհ, որ դու պատրաստել ես ինձ համար, միայն թե ես քեզ նման լինեմ։ Ինչու՞։ Դու ոչ մի բան չխնայեցիր, ես էլ չեմ ուզում։ Ուզում եմ իմ համար թանկը լինես դու, կարևորը լինես դու, ամեն բան ինձ համար լինես դու։ Եվ ես եմ որպես քո ծառա, որպես Աստծո մարդ, իմ քույր եղբայրների համար լինեմ օրհնություն, նրանց համար լինեմ ուրախություն, նրանց սիրտը կարողանա ինձանով ուրախ լինի։ Ամեն փառք Տիրոջը։ Տեսեք, ամեն մեկի ընտրությունը ուր է տանում իրեն, ամեն մեկի պահածը կամ տվածը ուր է տանում իրեն։ Դրա համար արժի մեր կարծած արժեքավորը դնենք կարևորը ունենալու համար։ Ամեն փառք Տիրոջը կանգնենք աղոթքի։ Խոնարհվում ենք քո մեծության առջև Տեր։ Մեր սրտերը բացում քեզ համար, ուսում դու ես կարևորը։ Դու ես թանկը։ Բարիք չունեմ քեզանից ճոք Տեր։ Մենք ամենքս մեր ձեռքերը բարձրացնում ենք դեպի քեզ, խնդրում սովորեցրու մեզ, ճանաչեցրու մեզ, որ մենք հասկանանք Տեր, ով է թանկ, ինչն է կարևոր, որ մենք մեր հոգում տեսնենք քո մեծությունը, քո փառավոր կարևորությունը մեր կյանքերի մեջ ու հասկանանք ինչ որ թողել ենք և ինչ թողում ենք ու դեռ պիտի թողենք, չարժի նրան, ինչ քեզանից ստացել ենք Տեր։ Դու մեր արդարությունն ես, դու մեր սրբությունն ես, դու մեր սկիզբն ու վերջն ես Տեր, պաշտում եմ քեզ, երկրպագում ու մեծանում եմ քեզ, թող մեր երիտասարդության օրերը չանցնեն հենց այնպես, այլ անցնեն քեզ ճանաչելու ու քեզ համար դնելու Տեր։ Թող մեր երիտասարդության օրերը չանցնեն մեր նպատակների համար, այլ անցնեն քո նպատակների իրագործելու մեջ Տեր։ Օրհնիր Տեր քո ժողովուրդը։ Ես օրհնում եմ այս երիտասարդների քո անունով, թող նրանք ապրեն և քո փառքը պատմեն, թող նրանք վազեն և չթուլանան, գնան և չհոգնեն, և ամեն իրավիճակ, որ կբարձրանա նրանց դեմ Տեր, դու լինես նրանց առաջից գնացողը և պատերազմողը, և դու ամենքին սովորեցնես, որ դու միակն ես ճշմարիտ և հավիտենական Աստվածը։ Ինչպես շատ կրոնի առաջնորդներն ասում են, քրիստոնյաների Աստված է, էգոիստ Աստված է, նա իր կողքին ոչ ոքի չի հանդուրժում, մենք էլ մեր ձեռքերը բարձրացնում ենք ասելու, փառք ես, քո կողքին ոչ մի Աստված լինել չի կարող, որովհետև դու ես միակը կենդանին և հավիտենական Աստվածը, դու միակ Աստվածն ես, որ երբ որ երկրի հիմերը դնում էիր, որ երբ որ ծովերը ցամաքից զատում էին, ուր էին այն Աստվածները։ Դու միակն ես, որ քո հոգին շրջում է ջրերի վրայով,